Եթերում Էպիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արդարության երաշխավոր իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարելու են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Թեմայի մասին առավել մանրամասն տեսանյութում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է Արդարության երաշխավոր իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Կազմակերպության ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի ունեցող հանդիպման նպատակը մեկն է՝ ազդարարել ԲՀԿ-ին սատարելու եւ միասնաբար նախանշված ծրագրերը կյանքի կոչելու պատրաստակամության մասին։ Մենք որոշել ենք հավաքվել մի գաղափարի շուրջ եւ ծառայել մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտման գործին, որը նախաձեռնել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Թեպետ այս կառույցը քաղաքական չէ, սակայն նրանում ներգրավված անձին տարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ եւ այդ իսկ պատճառով իրավապաշտպան կազմակերպության ժողովը որոշում է կայացրել։ Արդարության երաշխավոր իրավապաշտպան հասարակական կազմակերպության ժողովը ղեկավարվելով իր կանոնադրությամբ, հաշվի առնելով իր բոլոր անդամների կարծիքն ու համաձայնությունը կայացրել է որոշում այսուհետ առաջիկա ընտրությունների ընթացքում եւ առհասարակ սատարել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ այդպիսով նպաստել մի կարեւորագույն նպատակի իրականացմանը, այն է մեր երկրին, մեր երեխաներին բարեկեցիկ ապագա կառուցելու, բարեկեցիկ, բարգավաճ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն ունենալու նպատակին։ Ողջունելով Արդարության երաշխավորներին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ կանխորոշվելու է Հայաստանի առաջիկա մի քանի տարիների ապագան։ Օգտագործելով այս կազմակերպության ներկայացուցիչների իրավական գիտելիքները, հնարավոր է հասնել յուրաքանչյուր քաղաքացու քվեի հասցեականության ապահովմանը։ Այս վիճակում, եթե մի բան չփոխվի, հիմնական ոչ մի լավ բան չի լինելու, աղքատությունն էլ է մեծանալու, արտագաղթն էլ է մեծանալու։ Մարդիկ պետք է մասնակցեն ընտրություններին։ Մարդիկ պետք է տեր կայնեն ձայներին։ Անհնարին ոչինչ չկա, սիրելի ժողովուրդ։ Հարկավոր է ցանկանալ, կամենալ եւ իրականություն դարձնել։ Մարդը պետք է համապատասխան հասկանա ուր է գնում, ինչի է գնում։ Մանավանդ մեր ժողովուրդը նորից եմ ասում, աշխատող, սովորող, պայքարող ժողովուրդ է։ Լավ ժողովուրդ է։ Հոյակապ մարդիկ են։ Ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, ամենակարևորը համոզված եղեք, որ երբեք այս վստահությունը ես չեմ կորցնելու, սրբության պես պահել եմ պահպանեմ։ Ինչ որ ինձնից կախված է որպես մարդ, ես դա անել եմ։ Հանուն ժողովրդի, հանուն այդ վստահության ու հավատքի, որ երբեք ոչ մեկը ոչ փոշմանի, ոչ ընկճվի, ոչ էլ հիասթափվի, ասի պարոն Ծառուկյանը մյուս քաղաքական գործիչներից շարքային մեկն էր, որ իր կաշին փրկելու համար, իր պաշտոնի համար մոռացավ եւ մեզ բոլորից ոտի հանեց, հետո այս հույսը խափանվեց։ Այդպիսի բան չի կարող լինել, իմացեք, որ կարամ կորցնեմ, կարամ տուժեմ, բայց այդ վստահությունը չեմ կորցնի։ Հաճելի եւ պարտավորեցնող է, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդեպ կան նման վստահություն, նշում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում, որ միասնաբար են իրականացնելու այն ծրագրերը, որոնք նախանշվել են կուսակցության ծրագրում։ Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուղղակի պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել ու իրենց ընտանիքները արժանապատվորեն պահեն, նշում է ԲՀԿ նախագահը։ Աշխատող մարդը պետք է աղքատ չլինի, աշխատող մարդը պետք է լավ ապրի։ Հայ երիտասարդը պետք է իր ապագան իր երկրում տեսնի։ Այստեղ պետք է աշխատի։ Դրա համար ոչ թե գեղեցիկ ճառեր է պետք ասել, այլ համապատասխան ճառասողը պետք է ժողովրդի դրության մեջ մտնի, հասկանա, տվյալ մարդուն ինչ է անհրաժեշտ։ Այո, հայը 24 ժամ կաշխատի շաբաթ կիրակել կաշխատի, տատիկը թորնիկի համար կաշխատի, մայրը երեխայի համար կաշխատի, որ հետ գցի, նշան դնի, հարսանիք անի, ուրախություն անի, հյուրասիրի։ Միայն պայմաններ եւ հնարավորություն։ Դրա համար մարդիկ պետք է մտնեն դիմացինի դրության մեջ։ Որ կարողանան մարդկանց հնարավորություն տան։ Մարդը եթե բարեկեցիկ կյանքով ապրում է, իր ընտանիքը պահում է, ուրեմն այդ պետությունը հզոր է։ Հզոր է այնքան, որ նա կարող է պայքարել իր երկրի բոլոր մարտահրավերներին, միայն իր ընտանիքի անդորը բարեկեցությունը պահելու պահպան։ Կամք, հավատ ու վստահություն եւ ամեն ինչ լավ է լինելու, նշում է ԲՀԿ նախագահը եւ որպես վերջաբան Արդարության երաշխավորներին հորդորում առաջիկա ընտրություններին զինվել իրավական բարձր գիտակցությամբ ու մեր երկիրն ավելի լավը դարձնելու հաստատակամությամբ։ Իբետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ են համախմբվում ժողովրդավար ընտրությունների անցկացման եւ դրանց արդյունքում ավելի հասուն քաղաքական դաշտի ստեղծման հրամայականը գիտակցած քաղաքական ուժերը։ Օրեր առաջ ԲՀԿ-ի հետ ընտրություններին մեկ ցուցակով մասնակցելու որոշում էր կայացրել Միավորված աշխատանքային կուսակցությունը։ Այսօր էլ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը սատարելու մասին։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում սատարելու է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը կուսակցության կողմից կայացած որոշումը նախ եւ առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած ակնածանքով, կուսակցության կողմից դրսեւորվող սկզբունքայնությամբ եւ խոսքը գործից չտարանջատելու հետեւողականությամբ է պայմանավորում։ Մենք հավատում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը վստահության լուրջ քվե է տալու Բարգավաճ Հայաստանի, որի ղեկավարի խոսքը, ինչպես մենք բոլորս բազմից համոզվել ենք, դա իրական գործ է։ Գործ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի։ Քաղաքական մշակույթի զարգացման եւ Հայաստանում առկա խնդիրների լուծման առումով է ՀԱՍԿ նախագահը առավելապես ընդգծում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությունը։ Կարծում ենք, որ այսօր մեր հասարակությունը խիստ կարիք ունի նոր թարմ գաղափարներով եւ ծրագրերով քաղաքական հզոր ուժի։ Եվ կարծում եմ, որ այդ դերը այսօր առավելագույնս լավ կարող է կատարել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր շուրջը համախմբելով առողջ գաղափարներով, առողջ եւ արդյունավետ մոտեցումներով այլ ուժերի։ Ազգային ժողովի փոխնախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր հերթին ողջունեց ազատ ընտրությունների անցկացման եւ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման հարցում Բարգավաճ Հայաստան կուսակցությանն աջակցելու ՀԱՍԿ-ի պատրաստակամությունը։ Այսօր մենք ուրախ ենք, որ շատ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ գնահատում են մեր կատարած աշխատանք այս տարիների ընթացքում։ Մեզ համար ամենակարևոր խնդիրը այս պահին համագործակցության ճանապարհին դա ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել է մեր երկրում։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զարհաբյանն իր հերթին ընդգծում է արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերի հետ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագործակցության պատրաստակամությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջին ծրագրային հարցազրույցներից մեկում խոսել էր հասարակական առավել լայն կոնսոլիդացիայի մասին, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց նպատակը մեկն է, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, մեր համախոհներն են, մեր գործընկերներն են եւ մենք պատրաստ ենք առավել լայն քաղաքական կոնսոլիդացիայի, պատրաստ ենք համագործակցել առաջիկա ընտրությունները ազատ արդար անցկացնելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսպիսով շարունակում է բաց մնալ ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ շահագրգիռ, ավելի կայուն ու զարգացած Հայաստան ունենալուն ձգտող քաղաքական ուժերի հետ համագործակցության համար։ Նախընտրական կարգախոսներ, շուտով նաև թեժընտրապայքար։ Մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Ընտրությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Նոր ժամանակներ կուսակցության նախագահը։ Հանրապետականների ներկայացուցիչն էլ խոսել է կուսակցության նոր կարգախոսից։ Նոր ժամանակներ կուսակցությունում հաստատ որոշել են խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցելու։ Որոշումը քաղաքական է, հիմնավորումը այսպիսին։ Արամ Կարապետյանը չի հիշում մի դեպք, որ այդ ճանապարհով Հայաստանում որևէ բան փոխված լինի։ Մնում է երկրորդ ճանապարհը՝ փողոցային պայքարը։ Եթե վերցնեք արաբական երկրների փորձը, որտեղ վերջինը դրանք են, ամեն ինչ սկսում է միջին դասը, բայց փողոցը հետագայում իր ձեռքն է առնում եւ առաջ է տանում չքավոր բնակչությունը։ Ինչ խոսք, փոփոխությունների հնարավոր է հասնել փողոցային պայքարի ճանապարհով, ընդունում է հանրապետական Մանվել Բադեյանը, բայց եւ հիշեցնում, սովորաբար այդ ճանապարհը անկանխատեսելի եւ կտրուկ է լինում։ Զոհեր, սով, կտրուկանկում։ Այս ամենն է հաջորդում ցանկացած հեղափոխության։ Հիշեք Լիվիայի պատմությունը, այդ երկիրը ըստ էության վերացել է քարտեզի վրայից։ Վիճել չենք ցանկանում ոչ փողի, ոչ չինովնիկական ապարատի հետ։ Արամ Կարապետյանն այսպիսին է տեսնում ընտրությունները ԱՊՀ ողջ տարածքում։ Նրա դիտարկմամբ իսպառ բացակայում է գաղափարական պայքարը։ Գաղափարական պայքարը այլ հարթության մեջ է անցնում, այլ ձևով է անցնում, այլ տեսքի անդակաշատքների ձևը չի, ադմինիստրատիվ ձևը չի։ Իշխանություն ֆինանսական կապիտալի սերտաճում նման բան կա, ընդունում է հանրապետական գործիչը։ Իշխանական կառույցում էլ կան գաղափարախոսությունից զուրկ զուտ իրենց հարցերը լուծող մարդիկ, բայց սա տարածել մի ամբողջ կուսակցության վրա Մանվել Բադեյանը առնվազն կոռեկտ չի համարում։ Կան մարդիկ, որոնց երբեք չես կարող մեղադրես սեփական շահերը պաշտպանելու մեջ։ Հավատանք, որ փոխենք։ Հանրապետականի նոր կարգախոսն է։ Մանվել Բադեյանը համաձայն է իր կուսակցության նոր մոտեցմանը։ Փոփոխությունները սկսելու է իրենից, ավելի քիչ կոնֆորմիստ է պատրաստվում լինել։ Մամուլում շրջանառվեց, որ այս կարգախոսով ժամանակին առաջնորդվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման։ Կարգախոսը ծնվում է օրվա օբյեկտիվ իրականությունից։ Արամ Կարապետյանի համոզմունքն է։ Օբաման կարող է ուզի բարեփոխումներ, եւ դա լավ է։ Իսկ եթե
Սարգսյանն ուզում բարեփոխումներ, դա անպայման վատ է։ Ինչու էր այս կարգախոսը Օբամայի ժամանակ ճշմարիտ, որովհետև ինքը եկել էր փոխել մեկ այլ կացուցածը իրենից առաջ իր օպոնենտներն էին իշխանություն։ Մանվել Բադյանն ընդգծում է, որ հանրապետականի համագումարում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր հանրությանը, որի մի մասն էլ ՀՀԿ-ն է։ Հասմիկ Օհանյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Զրպարտություն եւ վիրավորանք զանգվածային լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցեր։ Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանի դիտարկմամբ զանգվածային լրատվամիջոցների դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը նկատելիորեն նվազել են։ Իսկ ահա փաստաբան Դավիթ Թումասյանը ամփոփելով 2011 թվականի արդյունքները այսօր նշել է, որ դատական հայցերը ամենևին էլ քիչ չեն։ Մանրամասնում է Արթուր Հակոբյանը։ Զրպարտության եւ վիրավորանքի մասին քաղաքացիական հայցերով դիմումների ալիքի նվազումը առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմամբ պայմանավորված է ոչ այնքան լրագրողական էթիկայի նորմերին հետևելու եւ ավելի ուշադիր լինելու հանգամանքով, որքան արևմուտքից բանեցրած ճնշումներով։ Միջազգային կառույցների ներկայացուցիչները իշխանություններին քանիցս հասկացրել են, որ նմանատիպ հայցերով դատարան դիմելը լավ չէ եւ ազդում է պետության վարկանիշի վրա։ Դավիթ Թումասյանն էլ նշում է, որ 2011-ին զրպարտության եւ վիրավորանքի հայցերով քաղաքացիական գործերի պակաս չի զգացվել։ Օրինակ առավոտ թերթի պարագայում եղել է 1 քաղաքացիական հայց, որը ընդ որում ավարտվել է, 2011-ին ժամանակի հետ կապված 1 հայց, 168 ժամ 4 հայց եւ ամենաշատը հրապարակ օրաթերթի հետ կապված 6 քաղաքացիական հայց է տեղի ունեցել, ընդ որում նաեւ հետաքրքրական է նա է, որ հայցերի մեծ մասը ավարտում են հաշտությամբ։ Լինում են դեպքեր, երբ հայցվորը հրաժարվում է դատարան դիմելուց, համաձայնության է գալիս լրատվամիջոցի հետ եւ բավարարվում է միայն հերքումով։ Հաշտության պատճառը հիմնականում դատական գործընթացի ժամանակատարությունն ու ձգձգումն է, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև 1 տարի։ Շատ հաճախ խնդիրներ են առաջանում, երբ լրագրողը չի տարբերում կամ շփոթում է փաստը, կարծիքը կամ մեկնաբանությունը։ Շատ վաղուց մի 10-12 տարի առաջ ես գրեցի Պարույր Հայրիկյանի մասին, այն ժամանակ նա պետական պաշտոն էր զբաղեցնում, ես գրեցի, որ նախկին դիսիդենտը չի կարող զբաղեցնել պետական պաշտոն, դա իմ կարծիքն է։ Եվ Պարույր Հայրիկյանը դատի տվեց եւ դատարանը պահանջեց հերքում տպել։ Մենք էլ հերքում տպեցինք, որ նախկին դիսիդենտը կարող է զբաղեցնել պետական պաշտոն։ Արամ Աբրահամյանի դիտարկմամբ սկզբնական շրջանում զրպարտության եւ վիրավորանքի հայցերի մեծաքանակ լինելը պայմանավորված էր նրանով, որ օլիգարխներն ու պաշտոնյաները հասկացան, որ մարդուն նստեցնելը մի բան է, մարդուց փող պահանջելը միանգամայն այլ բան։ Քաղաքացիական օրենսգիրքը պատիվը կամ արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսում է մինչև 2 կամ 3 միլիոն դրամ փոխհատուցում։ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ էլ պետք է հայցվորը հիմնավորի պահանջող գումարի անհրաժեշտությունը։ Պատիվն ու արժանապատվությունը դա ոչ նյութական բարիքներ եւ դրանք նյութականացնելը մի քիչ բարդ է, այսինքն ինչ ապացույց պետք է ներկայացվի հիմնավորելով, որ ինքը կատարել է այսքան ծախս կամ այսքան վնաս է կրել, անձը դիմել է հոգեբանին, հոգեբանի վրա ծախսել է այսքան գումար, հոգեբանի գումարը պահանջի, դա արդեն լրիվ ուրիշ ոլորտ դառ։ Ինչ վերաբերվում է նախընտրական շրջանում զրպարտության եւ վիրավորանքի դեպքերով դատական հայցերի շատացմանը, Արամ Աբրահամյանը նշում է, որ հայցերը ոչ միայն կշատանան, այլև կլինեն ավելի վատ բաներ ու տհաճ իրավիճակներ։ Նախընտրական շրջանում ենթադրենք սա տեղամաս է, հա, մտնում են բաները, հաստ վիզ ունեցողները եւ սկսում են լցնել, չէ։ Դուք կամ որևէ մեկը ստեղ ներկա ենք, հա, եւ սկսում ենք դա նկարահանել կամ լուսանկարել եւ այլն։ Այդ հաստ վիզ ունեցողները կհարցակվեն լրագրողների վրա եւ կխոչընդոտեն նրանց աշխատանքը եւ ոստիկանությունը կլինի նրանց, ոչ թե լրագրողների կողմը։ Ահա թե ինչ է լինելու ընտրությունների օրը։ Արթուր Հակոբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատը այսօր կրկին հետաձգվել է։ Այս անգամ դատական նիստին չի ներկայացել նրա փաստաբանը Մխիթար Վասակյանը։ Դատարանին ուղղված գրության մեջ իր բացակայությունը նա պատճառաբանել է առողջական վիճակի վատթարացմամբ։ Նույն պատճառաբանությամբ էր հետաձգվել նաև նախորդ նիստը, որին ներկա չէր գտնվել Մարգար Օհանյանի հետ բենզինի գործով դատվող մեկ այլ ամբաստանյալի Ստեփան Կարախանյանի դատապաշտպան Լիանա Գրիգորյանը։ Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 15-ին։ Ծառայել առանց զենքի մարտունակությունը բարձրացնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 47 հոգևոր սպասավոր է ծառայում։ Նրանց մի մասը հիմնական կազմում է, մյուսները ճեմարանը ավարտած երիտասարդներ են, որոնք նման կերպ են իրականացնում իրենց քաղաքացիական պարտքը։ Բանակում հոգևորականի դերի եւ կատարած աշխատանքի մասին է Տաթև Դանիելյանի տեսանյութը։
Հոգևոր սպասավորին ոչ միայն հագուստն է մատնում, այլև ողջույնի ձևը։ Զրույցի մեկնարկը տերունական աղոթքով։ Տեր Կորյուն Քահանա Կարապետյանն զինված ուժերի հոգևոր սպասավորն է դեռ Արցախյան ազատամարտից։ Պատերազմի ժամանակ հոգու խաղաղության քարոզը թեև շատերին անտեղի կարող էր թվալ, բայց կարիքը կար։ Հոգևոր ծառայությունը այդ ժամանակ երևի թե շատ էր կարևորվում։ Հիմա զինված ուժերում միայն 47 հոգևոր սպասավոր կա։ Առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ զորամասերին եւ մեծ զորամիավորումներին։ Հոգևորականը միաժամանակ չի ժխտում, սպանությունների թիվն ահագնացող է հենց դիրքերում։ Պատասխանատվությունից խուսափել չի փորձում։ Չասեմ, ուզում եմ մեղավորությունը վերցնել մեր վրա հոգևոր սպասավորներից։ Մենք էլ ուրեմն մեղավոր ենք, անկախ նրանից ես ծառայում եմ այսին զորամիավորում, իսկ երեխան զոհվել է Արցախում կամ սահմանավերց որևէ մի գոտում։ Ուրեմն այնպես չի արվել բանը։ Չհայտարարված պատերազմից ավելի անորոշ խաղաղության պայմաններում սեփական զինվորի սպանության համար պատասխանատու են բոլորը, թե զինվորականը, թե հոգևորականը։ Տեր Կորյունը համեմատում է խորհրդային բանակի զինվորներն իրենց ծառայությունը ժպիտով են հիշում, լարվածության մթնոլորտը վերացնել է պետք։ Առաջարկում է սեփական տարբերակը։ Զինվորներին ոչ միայն ոգեկոչել պահպանության մեր երկրի, մեր սրբությունների, այլև առողջացնել, որքան որ առավել հնարավոր է սերտանելու, սերմանելու սերը միմյանց միջև։ Սիրո սերմանում, բայց առանց պարտադրանքի։ Աշխատում են նաև այլահավատ զինվորների հետ։ Շատերին աղանդավոր դառնալուն դրդում է անտեղյակությունը։ Զինվորների մեծ մասը, որոնք հրաժարվում են ծառայելուց, Տեր Կորյունի համոզմամբ ընդհանրապես ծուլանում են։ Համոզված այլադավանների համար այլընտրանքային ծառայություն կա։ Հակառակ համընդհանուր կարծիքի հոգևորականը համոզված է։ Աղանդների ահագնացող ալիքն անցյալում է։ Հիմա այդպես սուր չէ։ Աղանդավորական որևէ շարժման ալիքը, քան որ կար օրինակի համար 80-ականների վերջին։ Բանակի մարտունակության գլխավոր նախապայմանն առանց զենքի զինվորը հավասարակշիռ ու բարոյական զինվորականին է համարում։ Հետևաբար հայկական բանակը շարքայինից մինչև բարձրաստիճան սպա հոգևոր առողջացման կարիք ունի։ Տաթև Դանիելյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Շարունակում ենք թողարկումը։ Իրան-Հայաստան հարաբերություններ համագործակցության 20 տարի։ Այս խորագրի ներքո է անցկացվում Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնած գիտաժողովը։ Երկու երկրների պատմամշակութային կապերից մինչև տնտեսական, տարածաշրջանային եւ քաղաքական համագործակցություն։ Զեկույցների թեմաները ընդգրկվում են եղել, դեռևս չօգտագործված հնարավորությունների մասին ասելիքը շատ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո մեր երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Ամենակարևորն այն է, որ մենք կարողանում ենք պահպանել տարածաշրջանային անվտանգությունը։ Իրանի դեսպանի լավատեսության հիմքում ավելի քան 20 տարվա պաշտոնական կապերն են, իսկ ընդհանրապես հայ-իրանական հարաբերությունների պատմությունը ձգվում է 2000 տարուց ավելի։ Լեզվական ու մշակութային փոխառություններ, առևտուր, քաղաքական ակտիվ համագործակցություն։ Երկու հարևան երկրները այսօր էլ կյանքի են կոչում համատեղ մի շարք նախաձեռնություններ՝ Իրան-Հայաստան խոշոր գազատար, էլեկտրահաղորդման գիծ, երկաթուղու կառուցման նախագիծ։ Մեր համագործակցությունը ակնկալվում է բարձրացնել տարածաշրջանային ավելի բարձր մակարդակի, մասնավորապես 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծը հետագայում կշարունակվի նաև դեպի Վրաստան եւ այսպիսով Իրանի էներգահամակարգը Հայաստանի, Վրաստանի միջոցով միանալով ԱՊՀ երկրների էներգահամակարգին հնարավորություն կտա մեր երկրների միջոցով էլեկտրաէներգիայի զգալի փոխոսքեր իրականացնել։ Էներգետիկ անվտանգությունը կարևոր խնդիր է երկու երկրների համար էլ, մանավանդ որ երկուսն էլ տարածաշրջանային հակամարտության մեջ են։ Ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Թեհրանը իր ռազմավարական գործընկեր Հայաստանի եւ անընդհատ սպառազինվող ու անթաքույց պատերազմի պատրաստվող Ադրբեջանի հարցում։ Մենք աջակցում ենք ցանկացած խաղաղ գործողության, որը կնախաձեռնեն կողմերը։ Խաղաղությունից բացի այլ ճանապարհ մենք չենք տեսնում։ Իրանական կողմի համոզմամբ երրորդ երկրների աջակցությամբ սպառազինության մրցավազքի փոխարեն միլիոնների հասնող գումարները կարելի է ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա, մանավանդ որ հասարակությունների սոցիալական ծախսերը զգալիորեն հետ են մնում ձեռք բերվող ուկրաինական կամ իսրայելական զինատեսակների գներից։ Նաիրի Հոխիկյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։
Տարածաշրջանային եւ միջազգային այլ նորությունների մասին։ Լքելով Վիրջինիա նահանգի Նորֆոլկի բազան, մարտական հերթապահության իրականացման նպատակով ամերիկյան Enterprise ատոմային ավիակիրը շարժվում է միջերկրական ծով։ Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում այն ուղևորվելու է Պարսից ծոց։ Ավիակիր հարվածային խումբը Enterprise-ի գլխավորությամբ իր 7-ամսյա ուղևորության մեծ մասն անցկացնելու է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի կազմում, որի շտաբը գտնվում է Բահրեյնում։ Իդեպ Enterprise-ը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու փորձ ունի։ 1988 թվականին իրանցի զինվորականների կողմից Պարսից ծոցի ջրային տարածքի ականապատմանն ի պատասխան Enterprise-ի ինքնաթիռները գնդակոծել են Իրանը։ Ճանապարհորդության դուրս եկած ավիակրի վրա ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 48 F-A-18 տիպի Hornet կործանիչներ կան։ Իրանցի գիտնականների կողմից ստեղծված բետոնի նոր տեսակի շնորհիվ պաշտպանված կլինեն միջուկային նշանակության բոլոր օբյեկտները։ Ըստ հավաստիացումների, իրանական բանաձևով պատրաստված բետոնը իրեն հավասար է ունի ողջ աշխարհում։ Նոր բետոնի պատրաստման ժամանակ օգտագործվել են կվարցային փոշի եւ հատուկ հյուսվածքներ, ինչի շնորհիվ նոր շինանյութը իզորու է դիմակայել ռմբակոծությունների եւ հրթիռային հարվածների։ Նշվում է, որ խելացի բետոնը ստեղծված է միայն խաղաղ նպատակներով, սակայն անհրաժեշտության դեպքում այն հնարավոր կլինի օգտագործել ռմբակոծություններից եւ հարվածներից պաշտպանվելու համար։ Թուրքիայի հայ համայնքի տարբեր շերտերի ներկայացուցիչներից կազմված հանձնախումբը երկրում ընդունվելիք նոր սահմանադրության նախագծի շուրջ առաջարկների իր փաթեթն է մշակել։ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանը 11 էջանոց հայկական փաթեթը ազգային մեծ ժողովում սահմանադրական ենթահանձնաժողովի անդամներին ներկայացնելու նպատակով երեկ մեկնել էր Անկարա։ Ի տարբերություն Թուրքիայի հունաց պատրիարքարանի առաջարկած փաթեթի, որում Թուրքիայի քաղաքացիությունը սահմանվում է թուրքական ինքնությանը ածանցյալ, հայկական տարբերակը պահանջում է սահմանել սահմանադրական քաղաքացիություն եւ հավասարապես բոլորի համար։ Քաղաքացիություն, որը չի սահմանվում ազգային պատկանելության հատկանիշներով, նորին սրբազնությունն իր ելույթում ասել է. Սահմանադրության մեջ կարելի է նաև չամրագրել քաղաքացիության որևէ սահմանում, բայց եթե ամրագրվելու է, ուրեմն այսպես. Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է ամեն ոք, ով ծնվել է Թուրքիայի Հանրապետության տարածքում կամ հետագայում ձեռք է բերել Թուրքիայի քաղաքացիություն, կամ ամեն ոք, ում ծնողները կամ միայն հայրը Թուրքիայի քաղաքացի են։ Նոր սահմանադրության հայկական առաջարկների փաթեթը նաև քաղաքացիների հավասարություն է ամրագրում, որն արդեն իսկ թուրքական մամուլը մեկնաբանում է որպես կանաչ ճանապարհի ակնկալիք դեպի սեփականության լիարժեք իրավունքն ու պետական կառույցներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքը։ Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները սահմանված են Լոզանի 1923 թվականի պայմանագրով։ Այս երկրի իրական զավակները չեն ուզում, որ իրենց համար են օտարներ եւ հարաբերվեն ինչպես օտարերկրացիների։ Քննարկումից հետո arczepiskoposին շրջապատել են լրագրողները, որոնց նա բացատրել է. Իրականում սահմանադրությունը պետք է ջերմ, գթառատ, հոգատար մորպես լինի, որն իր երեխաների միջև խտրականություն չի դնում։ Մինչ այս քննարկումները Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդին ընդունել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Երեկ երեկոյան Թուրքիայի դատարանն ազատ է արձակել Էրգենեկոն գաղտնի կառույցին անդամակցելու եւ կառավարության տապալման նրա ծրագրի մասնակցության մեջ մեղադրվող 4 լրագրողների։ Խափանման միջոցը փոխելու որոշումը բացատրվել է նրանով, որ նրանք արդեն մոտ 1 տարի անցկացրել են բանտում եւ ազատության մեջ լինելով չեն կարող խոչընդոտել գործի քննությանը։ Դատավարությունը դեռևս չի մեկնարկել։ Գործի այս մասով եւս 6 հոգի հիմնականում լրագրողներ դեռևս բանտում են։ Ազատ արձակվածներից Նեդիմ Սեները համոզված է, որ իր եւ մյուս լրագրողների դեմ նման մեղադրանք առաջադրելու իրական շարժառիթը Հրանտ ինքի սպանության գործով լրագրողական հետաքննության մեջ իրենց կողմից բավական խորանալն է եղել։ Ծանր հանցագործությունների գործով Անկարայի 11-րդ դատարանում 1993 թվականի օգոստոսի 2-ին Սվասում տեղի ունեցած կոտորածի գործը կարճելուց հետո դատարանի դիմաց են հավաքվել դատի կարճման դեմ հանդես եկող հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց թվում են եղել հալածված սոցիալիստների եւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Հավաքվածները փորձել են բողոքի երթ իրականացնել, սակայն ոստիկանությունը օդ կրակելով փակել է նրանց ճանապարհը եւ հավաքվածների դեմ կիրառել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Իրադարձությունների ժամանակ գլխին ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Միլիեթի ֆոտոթղթակից Սերդան Օսիոզը։ Ֆրանսիական ADP ընկերությունը հայտարարել է թուրքական օդանավակայանների խոշոր օպերատոր TAV ընկերության 38%-ի ձեռքբերման մասին։ Աթաթուրքի օդանավակայանի օպերատորի 38% բաժնետոմսերի գինը կազմել է $874 միլիոն։ Գործարքով թուրքական ընկերությունը գնահատվում է $2 միլիարդ 300 միլիոն։ Գործարքը կայացել է Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում ցեղասպանությունների շղթումը քրեականացնող օրինագծի շուրջ ծագած լարվածությունից հետո։ ADP-ն ձգտում է իր գործունեությունը տարածել խոշոր օդանավականներում զարգացած եւ զարգացող մի շարք երկրներում։ Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրաղին այսօր Փարիզում հրավիրած ասուլիսում ասել է, որ եվրագոտու տնտեսությունը կայունանալու նշաններ է ցույց տալիս։
Բրիտանիայի ոստիկանությունը հեռախոսային հակերության գործի հետ կապված ևս 6 հոգու բերման է ենթարկել։ Sky News-ը հաղորդել է, որ նրանց մեջ է News of the World-ի նախկին խմբագիր, մեդիա մագնատ Ռուբերտ Մերդոկի մտերիմ Ռեբեկա Բրուքսը։ Հեռախոսային հակերության սկանդալը արդեն մի քանի ամիս է, որ ցնցում է Մերդոկի մեդիա կայսրության հիմքերը, վարկաբեկելով նաև այն բոլոր քաղաքական գործիչներին եւ ոստիկաններին, որոնք սերտ հարաբերություններ են ունեցել Բրուքսի կամ Մերդոկի մյուս գործադիր պաշտոնյաների հետ։ Բրիտանական News of the World-ի մի շարք լրագրողներ կաշառելով ոստիկանական պաշտոնյաներին սենսացիոն լուրեր պատրաստելիս առանց թույլտվության որսացել են շատերի SMS հաղորդագրությունները։ Իսկ Քիմ Քարդաշյանը քրոջ ամուսնուն բասկետբոլի աստղ Լամար Օդոմին պատվիրել է հրաժարվել Թուրքիա տեղափոխվելու եւ տեղական թիմում խաղալու մտադրությունից։ Քարդաշյան հեռուստաշոուի ժամանակ Օդոմը եւ իր կինը Քլոե Քարդաշյանը պատմել են, թե ինչպես է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստարկներ բերելու հաշվին Քիմին հաջողվել իրենց համոզել հետ կանգնել այդ մտադրությունից։ Բուլղարիայի մաքսային պաշտոնյաները կենդանի սողուններ, երկենցաղներ եւ խեցգետիներ են արգրավել Չեխիայից ժամանող ավտոբուսի ուղևորներից մեկի ճամփրուկներում եւ պայուսակներում։ Կենդանիների մի մասը նույնիսկ վտանգավոր են։ Մաքսանենգը Բուլղարիայի քաղաքացի է։ Կենդանիները տեղափոխվել են Սոֆիայի կենդանաբանական այգի։ Էստոնացի ճանապարհաշինարար եւ շոկեբաղնիքների սիրահար Կալմեր Յակոբսին հաջողվել է մեկտեղել իր երկու սիրելի զբաղմունքները։ Արդյունքում ստացվել է շոկեբաղնիկ անիվների վրա։ 44-ամյա գյուտարարը դրա համար գործածել է ձեռքի տակ եղած իրերը։ Խորհրդային արտադրության թրթուրավոր տրակտոր, Ֆրորդ տրանզիտի շարժիչ, խորհրդային ռազմական զիլ 131-ի փոխանցման տուր։ Սա միայն սաունա չէ, այն կարող է ծառայել նաեւ որպես ավտոմեքենա, երբեմն նաեւ իբրև ճամփորդական ավտոբուս։ Շարունակում ենք թողարկումը։ Բնապահպանական ակտիվիստները նախքան Երևանի Մաշտոցի պուրակում կազմակերպված նստացույցի մեկնարկը քաղաքացիական դատավարություն են անցկացրել։ Մասնակիցների դիտարկմամբ սա Հայաստանի համար աննախադեպ մի բան է, եւ որ այսօրինակ ձեռնարկները միտված են քաղաքացիական հասարակության կայացմանը, իսկ բուն դատավարության ժամանակ ներկայացել են թե հայցվոր, թե պատասխանող կողմերը։ Այս պահի դրությամբ բնապահպանները այգում վրան են տեղադրել եւ սպասում են իրականացման շուրջօրյա նստացույցին։ Նրանց հավաստմամբ տարածքը հսկող ոստիկանների կողմից այդ փաստը դրական չի ընդունվել։ Հասարակությունը իր պատկերացմամբ է իրականացնում դատարան եւ օբյեկտիվ անաչառ ձևով ներկայացնում է իր պահանջը։ Փլուզվել է Մոզրովի քարանձավը, այս մասին հայտնում են չենք լռելու երիտասարդական նախաձեռնության Վայոց ձորի ակտիվիստները։ Ականատեսները պնդում են, արտակարգ իրավիճակների նախարարության կայքեջը տեղեկացնում է, մշակույթի նախարարությունում սակայն այս փաստը հերքում են։ Քարանձավը կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Մոզրովի քարանձավի փլուզվելու մասին առաջիններից մեկն իմացել են բնապահպան ակտիվիստները։ Մեզ զանգեց մեր ընկերը Եղեգնաձորից, ասեց որ քարանձավում այդ պահին ասեց ես կանգնած նայում եմ ոնց են ժայռերը պոկվում ընկնում ու դեռ շարունակվում է։ Գորը միայն վաղն է գնալու քարանձավը տեսնելու, իսկ Մոզրով յուղի համայնքապետն անձամբ է փլուզման հետևանքների ականատեսը դարձել։ Փլուզում կա, գնացել եմ, տեսել եմ, սողանք ա եղել, բազմաթիվ պատճառներից կարան լինեն, կոնկրետ չեմ կարող ասեմ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ Գնիշիկ գյուղի համայնքապետից են տեղեկություն ստացել։ Հաստատում են, որ քարանձավում փլուզում է տեղի ունեցել։ Առաջին մուտքից 20 մետր հեռավորության վրա փլուզվել է մոտ 50-70 խորանարդ մետր հողազանգված։ Մասնակի փակվել է երկրորդ մուտքը։ Այգին դժվար անցանելի կլինի, դասած ես էլ չեմ գնացել միջև վերջ, որովհետև վտանգ կար, հնարավոր է էլի փլուզումներ լինել, 20-30-40 մետր հեռավորությունից եմ տեսել։ Զոհեր եւ տուժածներ չկան, Գորը տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեկ շաբաթվա մեջ թույլատրելի է միայն 10-ից 15 մարդու մուտք, մինչդեռ օրական 40 մարդ է մտնում քարանձավ։ Սա էլ կարող է լինել քարանձավի փլուզման պատճառներից մեկը։ Իրենք լուրն արագ տարածել են նաեւ այս մարդկանց զգուշացնելու համար, բայց հանկարծ գալիս է մշակույթի նախարարությունից տեղեկատվություն, որ այդ ամեն ինչը սուտ է, որ մենք ուղղակի, չգիտեմ, ինչ-ինչ պատճառներով խափում ենք։ Դե որ խափում ենք, մենք վիդեոն կբերենք շուտով կներկայացնենք, ԶԼՄ-ներով կտարածենք, կտեսնենք ինչքանով էր իրանց ասած փոքրիկ քարաթափը համապատասխանում իրականությանը։ Կեսօրին լրատվամիջոցները հաղորդում էին, որ մշակույթի նախարարությունը պատասխանատու կառույցը հերքում է փլուզման մասին լուրերը։ Մեծ հետ հեռախոսազրույցում նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ համապատասխան գործակալության տարածքային բաժինն արդեն տեղում ուսումնասիրություն կատարելու հանձնարարական է ստացել։ Մոզրովի քարանձավը հայտնաբերվել է հենց փլուզման ժամանակ 80-ականներին Մոզրով գյուղի համար
համար ճանապարհի կառուցման ընթացքում։ Այն ժամանակ մուտքը գոնե թիթեղյա ծածկով պաշտպանեցին, իսկ հիմա քարանձավն ամբողջությամբ անուշադրության է մատնված։ Գորն առաջին անգամ Մոզրովը 2002-ին է տեսել։ Ասում է 10 տարում քարանձավի 80%-ը վնասվել է։ Հայաստանում քարանձավների պահպանման պատշաճ ուշադրության բացակայության մասին բնապահպանները բազմիցս են բարձրաձայնել, իսկ քարանձավները մեր հարստությունը հաստատ կարող են լինել։ Անի Ավետյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելուց Հայաստանի հրաժարումը նորություն չէ։ Նման միջադեպեր էլի են եղել։ BBC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրատեսիլ երկի մրցույթ պաշտոնական պատմություն գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ'Քոնորը։ Նա հիշեցրել է, որ դեռ 1969 թվականին Ավստրալիան հրաժարվել էր մասնակցել Մադրիդում կայանալիք Եվրատեսիլից, դա բացատրելով նրանով, որ մրցույթը կազմակերպվել է Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմի կողմից։ Խոսելով երկու երկրների թշնամական հարաբերությունների մասին, Օ'Քոնորը հիշեցրել է, որ 2009 թվականին հայ մասնակցի օգտին քվեարկած ադրբեջանցիները հրավիրվել էին անվտանգության ծառայություն։ Կարծում եմ Ադրբեջանը չպետք է մրցույթ ընդունի։ Նույնպիսի կարծիք են հայտնել Amnesty International-ի փորձագետները, ընդգծել է Օ'Քոնորը։ Նա նշել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Շատերը զրկվել են տնից եւ սեփականությունից մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատճառով։ Ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան ու ապագան։ Սա է Սփյուռքի վիրտուալ թանգարան կայքեջի հիմնական նպատակը։ Էլեկտրոնային կարգի շնորհանդեսի ժամանակ այսօր վերահաստատվել է հայերը մեկ ազգ են, անկախ բնակության վայրից եւ բոլոր հայերի հայրենիքը Հայաստանն է ճշմարտությունը։ Սփյուռքահայերն աշխարհագրական մեկ այլ դիրքում տեղակայված հայերի բնակավայրին նախընտրում են տալ ոչ թե Սփյուռք, այլ պայմանական մեկ այլ անվանում, ասենք Արտերկիր։ Անվանափոխության առաջարկության շուրջ բուռն քննարկում էր ընթանում նախարարի եւ լիբանանահայ մի լրագրողի միջև։ Ավելի լավ չլա, որ ասիղ Արտերկիրը լա, որ Սփյուռքի, այսինքն բոլորը հայ են, որովհետեւ մենք։ Առայժմ Սփյուռք ենք։ Իրականում այն իրադարձությունը, որի շուրջ համախմբվել էին ներկաները, թեմատիկ այլ ուղղվածություն ուներ։ Հրանուշ Հակոբյանը բարի երթ մաղթեց Հայաստանի եւ Սփյուռքի մասին տեղեկությունների ընդգրկում պաշար ունեցող եւ լայն դաշտ ներկայացնող հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան կոչվող նոր կայքեջին։ Իհարկե վերջին պահին անվանափոխության մի քանի շտկումներ արեց ինքը նախարարը։ Հայկական վիրտուալ աշխարհ ասած է, որտեղ քարտեզն է հայ համայնքների։ Կարող եմ ընդհատել, ոչ մի ձևով հայերեն թարգմանությունը չկա, դա հեռավար չի, հեռատես չի։ Վիրտուալ բառը եկեք փոխենք, գրենք էլեկտրոնային։ Եվս մեկ համահայկական ծրագիր է իմի բերվում, որը Հայաստանում եւ արտերկրում ապրող հայերի ու հայկական համայնքների մասին պատմում է գրեթե ամեն ինչ, սկսած տարածքային, սոցիալ-մշակութային ու հոգեվոր ոլորտներից։ Եվ հանրագիտարանային է, եւ պատմական է, եւ հոգեվոր է, եւ ազգային է։ Հայերն աշխարհի տարբեր անկյուններում իրենց բնորոշ լուսավոր հետք են թողել։ Իսկ այդ հետքը որևէ տեղ մեկտեղված չէր, մեկ հարթակի վրա բերված չէր, միասնականացված չէր։ Սփյուռքի հայ համայնքներից մեկի ներկայացուցիչը վստահ է, հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան կայքեջը կրթադաստիարակչական հզոր գործառույթ է իրականացնելու հատկապես օտարամոլության վտանգի առջև հայտնված հայերի շրջանում։ Մենք շատ բաներ ունենք, որ դրար չենք ճաշտար, շատ մեծ դարբերություններ ունենք մենք։ Մենք մեր ցերկով չեղավ այդ դարբերությունները, մեզ ստեղծեցին այդ դարբերությունները, բայց իմ արիտն է այս դարբերությունները մեկտեղել։ Գլոբալ համացանցում արժանի դեր կունենա արդյոք կայքեջը, թե հերթականն է լինելու հերթականների մեջ, ժամանակի փորձությանն ապավինելը միակ տարբերակն է մնում։ Չարենցի ծննդյան 115-ամյակի նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է։ Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտները այսօր գրողի անվան թանգարանից քայլարշավով շարժվել են դեպի Չարենցի հուշահամալիր։ Գրողի 115-ամյակի կապակցությամբ կազմակերպված քայլերթին մասնակցել են նաև 115 խորհրդանշական գանգրահեր տղաներ։ Չարենցի տուն թանգարանի դռները սովորականի պես բաց են, իսկ դռներից ներս անսովոր եռուզեռ է։ Բանաստեղծի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ հավաքվել են մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների գանգրահեր եւ ոչ գանգրահեր աշակերտները։ Ավելի քան 1 դար առաջ գանգրահեր տղայի երազած հայրենիքն այսօր այլևս չարենցյան տեսլական չէ։ Ինչքան ինքը մեզնից հեռանում է, այնքան ավելի մեզ մոտենում եւ ավելի արդիական է դառնում։ Եղիշե Չարենցի դիմանկարների շարքն է։ Տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց կողմից Չարենցի նվիրված գործերի ամբողջությունն է։ Ցուցադրությունը բացառիկ է, նմուշներն արխիվից են հանված։ Տուն թանգարանից մինչև Չարենցի հուշահամալիր։
Դիմանկարներով հիանալուց հետո աշակերտները ոտքով են կտրում ճանապարհը։ Գրողի նշանավոր ստեղծագործության քարակերտ հուշակոթողը տոնորերին դառնում է աղոթատեղի։ Ներկաները պատասխանատվությամբ են գալիս Չարենցի ժառանգած Նաիրին, պարտավոր են փոխանցել հաջորդ սերնդին։ Նույն պատասխանատվությամբ է Պապի 115-ամյակը նշում նաև բանաստեղծի թոռը։ Չարենցը իմ մեջ ունի արյան կանչով մղված զգացողություն, ես իրեն եւ ֆիզիկապես պապ եմ գիտակցում եւ ինձ համար հոգեվոր պապ նույնպես։ Բանաստեղծի մահից ավելի քան կես դար է անցել։ Այսօր էլ հայրիս գիտակից հատվածը դեռ սնվում է նրա գաղափարներից։ 90-ականների կեսերին նորովի բացահայտված Չարենցն այսօր էլ բացահայտվելու կարիք ունի։ Արխիվից հանվել են հերթական անտիպները։ Պատրաստում է երկերի մի նոր ժողովածու, որը լրիվ անտիպներն են։ Ինչ հայտնի է եղել հասարակությանը, սխալ մեկնաբանությամբ եւ սխալ վերծանություններով է հայտնի եղել։ Միանգամայն նոր ճիշտ Չարենցի բնագիրը ճիշտ վերծանված ներկայանում է ժողովրդին։ Կան հայ բանաստեղծներ, ում ստեղծագործությունները Չարենցի Ավան դպրոցի աշակերտները կարտասան են քնած թե արթուն։ Մակու քաղաքում ծնված բանաստեղծն այդ ցուցակում է։ Լուսինե Մուրադյան, Հովանես Չապարյան, Էպիկենտրոն։ Ինչպես արդեն հայտնել ենք, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես եկել հայ ըմբիշները, հունահռոմեական ոճում նվաճելով 1 ոսկե, 2 բրոնզե, իսկ ազատ ոճում 1 բրոնզե մեդալ։ Գիշերը Երևանի ժամանակով 4:10 րոպեին ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Երևան։ Հաղթողներին հայրենիքում առաջինը դիմավորել եւ շնորհավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Սերբական մրցագորգին իր գործն ավարտած ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է հայրենիք։ Այստեղ նրան առաջին սպասողը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է։ 7 հունահռոմեական ոճայիններից 4-ին Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանին, Յուրի Պատրիկեևին եւ կողմնակալ մրցավարությունից տուժած Ռոման Ամոյանին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը շնորհավորում է, հանձնում հաղթողի դափնեպսակներ։ Հիմա գումարները կբարձրացնենք տեղը-տեղին։ Օլիմպիական կոմիտեի գործուն աջակցությամբ եւ սեփական նախանձախնդրությամբ տղաները Բելգրադում հայկական ընտրանում բերեցին 27 միավոր եւ թիմային հաշվարկում ապահովեցին 5-րդ տեղը։ ՀԱՕԿ նախագահի համար ձեռք բերած արդյունքը գոհացուցիչ է։ Մեծ տրամադրությամբ ուղարկեցին հաղթական տրամադրությամբ էլ դիմավորում եք 7 քաշից 3 մեդալակիր, դա իրոք ողջունելի է։ Եվ կամաց մեր կատարած գործի արդյունքները դա բոլորիս էլ նկատելի են եւ իհարկե քեզ զոր է զգում, որ ամենակարևորը կա հիմք, կա ապագան եւ կա արդյունքները։ Մեր ընտրանու կազմում բոլորից հաջող հանդես եկավ անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում երկրորդը ճանաչված Արթուր Ալեքսանյանը։ 21-ամյա գյումրեցին բարելավեց սեփական ցուցանիշը, գետնելով իր բոլոր մրցակիցներին եւ հռչակվելով հին աշխարհամասի չեմպիոն։ Խոստովանում է, հաղթանակը հեշտ չտրվեց։ Հեշտ ոչ մի հաղթանակ չի տրվում։ Մեր մարզիչների աշխատանքի շնորհիվ հասանք այս արդյունքին։ Եթե Ռոման Ամոյանի գոտեմարտը դատվեր ինչպես կարգն է, հնարավոր էր թիմային հաշվարկում նաև առաջին տեղը գրավել, կարծում է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։ Սակայն հաշվի առնելով, որ թիմում ըմբիշներից 3-ը դեբյուտանտ էին, սա էլ դրական արդյունք է։ Երևի ինչ-որ տեղ անփորձությունը մի քիչ խանգարեց, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ բոլորի մասնակցությունից եւ կարող եմ ասել, որ 7 քաշային կարգում մեր տղաները կոնկրետ մարտական էին տրամադրված եւ բոլոր արած կոտեմարդերն է մարտական են արել, պարտություններն է եղել է, ասենք, հավասար կոտեմարդերում։ Արչևում վարկանիշային մրցաշարերն են եւ գերնպատակը։ Ամռանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից մեդալներով վերադառնալը։ Ահարոն Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Այսքանով եզրափակում ենք մեր աշխատանքը, ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։
երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։